Այն սարսափելի զգացողությունը, երբ սինելի մարդկանց դեմքերը վերածվում են լղոզված բծերի, սա դատավճիռ չէ։ Պատկերացրեք, որ գոյություն ունի մի բաղադրատոմս, որն այնքան հզոր է, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գաղտնի տալիս էին լավագույն օդաչուներին գիշերային մարտերից առաջ։ Նրանք պետք է խավարի մեջ տեսնեին այն, ինչ ուրիշները չէին տեսնում։ Դեղագործական ընկերությունները չեն ուզում, որ դուք իմանաք, այդ նույն բաղադրիչը աճում է մեր լեռներում և արժե կոպեկներ։ Այսօր մենք կբացահայտենք այդ մոռացված գաղտնիքը, բայց ամենակարևորը, մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես մեկ պարզ բաղադրիչի սխալ օգտագործումը կարող է ոչ թե օգնել, այլ զրոյացնել ամբողջ ջանքերը։ Մենք խոստանում ենք տեսողության զգալի բարելավում ընդամենը 4 շաբաթից, առանց թանկարժեք կաթիլների և վտանգավոր վիրահատությունների։ Պատրաստ եք նորից տեսնել աշխարհը պարզ ու վառ գույներով։ Եթե այո, ապա բաժանորդագրվեք հենց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք, թե մերոնցից քանիսն ենք։ Անահիտը նստած էր իր սիրելի բազկաթոռին։ Երևանյան բնակարանի լույսը փափուկ ընկել էր ձեռքերին։ Այնտեղ, ծնկներին, դրված էր իր կիսատ թողած ասեղնագործությունը։ Մի ժամանակ նրա մատները կարծես պարում էին կտավի վրա։ Նրանք հյուսում էին հայկական զարդանախշեր, նռան գույնով, ծիրանի երանգով։ Հիմա թելերը խճճվել էին, գույները միախառնվել էին մեկ անհասկանալի բծի մեջ։ Ճանաչում եք այս զգացողությունը, երբ ձեր ձեռքերը հիշում են, բայց աչքերը դավաճանում են, երբ աշխարհը կորցնում է իր պարզությունը։ Անահիտի համար սա ավելին էր, քան տեսողության կորուստ, սա իր ինքնության կորուստն էր։ Եթե նա չգործի հիմա, շուտով նույնիսկ թոռնուհու դեմքը կդառնա այսպիսի մի լղոզված բիծ։ Այս մտքից սիրտը սառեց։ Նա փակեց աչքերը և հանկարծ հայտնվեց այնտեղ, Արցախի լեռներում, իր մանկության գյուղում։ Տեսավ իր մեծ տատին, Վարսենիկին։ Արևը դեռ նոր էր շողում սարերի կատարին, օդը լիքն էր ուրցի ու վայրի նանայայի բույրով։ Վարսենիկի կոշտացած, բայց քնքուշ ձեռքերը զգուշությամբ հավաքում էին ինչ-որ խոտաբույսեր։ Նրա շուրթերը շարժվում էին, նա հին աղոթք էր շշնջում ամեն տերևի վրա։ Ձեզ թվում է, սա հեքիաթ է։ Ձեր տատիկները նույնը չեն արել։ Միթե նրանք չգիտեին բնության գաղտնիքները։ Երեկոյան ճռճռացող բուխարու մոտ Վարսենիկը եփում էր իր թուրմերը և ասում էր Անահիտին. «Աչքի լույսը հոգու լույսն է, բալաջան, պետք է խնամել, որ չմարի»։ Եթե այս իմաստությունը կորչի, մենք կկորցնենք ավելին, քան պարզապես բաղադրատոմսեր։ Մենք կկորցնենք մեր արմատների մի մասը, բայց պատկերացրեք, որ այդ գիտելիքը կարող է վերադարձնել ձեր աչքերի լույսը ընդամենը 30 օրում, տալով առաջին տեսանելի արդյունքը։ Անահիտը բացեց աչքերը։ Նա կրկին իր բնակարանում էր։ Սեղանին դրված էր գերմանական թանկարժեք կաթիլների տուփը, 12,000 դրամ։ Ինչ էր այն անում։ Պարզապես ժամանակավորապես սեղմում էր անոթները։ Այն չէր բուժում, այն ստեղծում էր կախվածություն։ Ամեն անգամ, երբ դադարեցնում էր, աչքերն ավելի վատ էին դառնում։ Ինչով ենք մենք, տիեզերական տեխնոլոգիաների դարում, այսքան անօգնական։ Ինչով ենք մեր առողջությունը վստահում քիմիային, որը միայն քողարկում է խնդիրը։ Իսկ դուք երբ եք վերջին անգամ վստահել բնությանը։ Բժիշկն ասել էր, որ հաջորդ քայլը վիրահատությունն է։ Սա այն ճանապարհն է, որով գնում են հազարավորները, հույսը դնելով պողպատե դանակի վրա, երբ փրկությունը աճում է հենց մեր հողի վրա։ Մի օր Անահիտը խոսում էր մի երիտասարդ ակնաբույժի հետ։ Զրույցի վերջում բժիշկը ձայնը ցածրացրեց և ասաց. «Գիտես, տիկին Անահիտ, իմ տատիկը Գորիսում, նա աչքերի համար մի թուրմ է օգտագործում։ Մեզ դա բժշկական համալսարանում չեն սովորեցնում, բայց դա աշխատում է»։ Փակ դռների հետևում նույնիսկ բժիշկներն են վերադառնում մեր տատիկների բաղադրատոմսերին։ Նրանք գիտեն ճշմարտությունը, բայց համակարգը թույլ չի տալիս բարձրաձայնել։ Այսօր գիտական աշխարհը ցնցված է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր լեռնային խոտաբույսերի մեջ պարունակվող նյութերը վերականգնում են ցանցաթաղանթի բջիջները։ Նրանք անում են այն, ինչին ունակ չէ ոչ մի քիմիական դեղամիջոց։ Հազարամյակների իմաստությունը հաղթում է ժամանակակից տեխնոլոգիաներին։ Եվ հաջորդ րոպեներին մենք կբացահայտենք ոչ միայն Վարսենիկ տատի գաղտնի բաղադրատոմսը, այլև այն մեկ բառը, որ նա շշնջում էր թուրմի վրա, ակտիվացնելով նրա բուժիչ ուժը։ Եվ այդ պահին Անահիտը հասկացավ. գաղտնիքը բարդ չէր, այն թաքնված չէր լաբորատորիաներում, այն միշտ իր աչքի առաջ էր, իր տատի Վարսենիկի խոհանոցում։ Դա երկու բան էր։ Առաջինը մի բուռ լեռնային հապալաս, ոչ թե խանութի մեծ անհամ հատապտուղները, այլ փոքրիկ մուգ մանուշակագույն գանձերը։ Դրանք պայթում էին բերանում թթվաշ քաղցրությամբ։ Հիշում եք այդ համը։ Երկրորդը մեկ բաժակ թարմ քամած գազարի հյութ, ոչ թե տուփի նեչի շաքարաջուրը,
այլ իսկական, կենդանի, հողի բույրով ոսկեգույն հեղուկը։ Միթե սա չափազանց պարզ չի հնչում։ Ահա թե ինչու են ձեզանից թաքցնում ճշմարտությունը, որովհետև այս պարզությունը միլիարդների վնաս է։ Պատկերացրեք դեղագործական հսկաներին։ Նրանք վաճառում են կաթիլներ, որոնք արժեն 10, 15, նույնիսկ 20,000 դրամ։ Այդ կաթիլները չեն բուժում պատճառը։ Դրանք պարզապես ժամանակավորապես թեթևացնում են ախտանիշները։ Սա նույնն է, ինչ ծարավ մարդուն ջրի փոխարեն թաց շոր տալ շուրթերին։ Իսկ ինչ է ձեր աչքի իրական պատճառը։ Ձեր աչքը սոված պարտեզ է։ Նրա նուրբ անոթները, մազանոթները չորացած առումեր են։ Նրանց սնունդ է պետք, վիտամիններ են պետք։ Առանց սնուցման ցանցաթաղանթը պարզապես մահանում է։ Իսկ եթե դուք սկսեք ջրել ձեր պարտեզը այս բնական հյութերով, դուք այլևս կարիք չեք ունենա նրանց թանկարժեք քիմիայի։ Նրանք կկորցնեն ձեզ որպես հավերժական հաճախորդ։ Պատկերացրեք, որ 2 շաբաթից տառերն այլևս չեն ապարի ձեր աչքի առաջ։ Անահիտը հիշեց իր պապի պապին, Սարգսին։ Նա ապրում էր Շուշիի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղում։ Ապրեց 96 տարի։ Մինչև իր կյանքի վերջին օրը նա առանց ակնոցի թելնասեղներ անցկացնում։ Նա երբեք դեղահապ չէր խմել։ Ինչ էր նրա գաղտնիքը։ Ամեն առավոտ նա գնում էր անտառ։ Մի բուռ վայրի հապալաս էր ուտում հենց թփից, իսկ կինը Շուշանիկը նրա համար գազարի հյութ էր քամում։ Իսկ դուք գիտեիք այս մասին։ Ձեր ընտանիքում նման պատմություններ չեն եղել։ Միթե մեր նախնիները մեզնից հիմար էին։ Նրանք ապրում էին դաժան պայմաններում, բայց նրանց մարմինը ներդաշնակ էր բնության հետ։ Նրանք գիտեին, որ բուժումը պետք է գա ներսից։ Իսկ հիմա դետեկտիվ պատմություն։ 2003 թվականին Բոստոնի Թաֆթս համալսարանի գիտնականները ցնցվեցին։ Նրանք ուսումնասիրում էին հապալասի մեջ պարունակվող անտոցիանինները։ Պարզվեց, որ այս նյութերը 24 ժամվա ընթացքում վերականգնում են վնասված մազանոթների պատերը։ Սա գիտական փաստ է։ Իսկ ամերիկյան օֆթալմոլոգիայի ակադեմիայի հետազոտությունը ապացուցեց, որ բետա-կարոտինը 25%-ով նվազեցնում է տարիքային կուրության ռիսկը։ Երևանում կա մի ակնաբույժ, Վարդան Պետրոսյան անունով, նա ռիսկի դիմեց։ Իր 78-ամյա մորը, ում պատրաստում էին կատարակտի վիրահատության, նա նշանակեց այս պարզ կուրսը։ 3 ամիս անց վիրահատության կարիքն այլևս չկար։ Գործընկերները նրան խենթ անվանեցին, բայց նրա մայրը նորից սկսեց կարդալ։ Ում կհավատաք դուք, նրանց, ովքեր վաճառում են դեղեր, թե նրանց, ովքեր տալիս են արդյունք։ Այսպիսով մենք ունենք հապալաս և գազարի հյութ, մի կողմում բնական, անվտանգ, մատչելի միջոց, մյուս կողմում թանկարժեք, կողմնակի ազդեցություններով լի քիմիա, ընտրությունը ձերն է, բայց սա դեռ ամենը չէ, պարզապես դրանք ուտելը կամ խմելը բավարար չէ, գոյություն ունի մեկ փոքրիկ, բայց չափազանց կարևոր գաղտնիք, մի բաղադրիչ, որը պետք է ավելացնել գազարի հյութին, որպեսզի այն 10 անգամ ավելի լավ յուրացվի։ Առանց դրա դուք պարզապես դուրս եք թափում ձեր փողերն ու ջանքերը։ Վարսենիկ տատիկը գիտեր այդ գաղտնիքը, և հաջորդ մասում մենք այն կբացահայտենք ձեզ համար։ Անահիտը վերցրեց գազարի հյութով բաժակը, այն փայլում էր արևի տակ, ինչպես հալված ոսկին։ Նա գիտեր, որ սա պարզապես հյութ չէ, սա կյանքի էլիքսիր էր իր սոված աչքերի համար։ Բայց ինչպես է այն աշխատում։ Եկեք միասին բացենք մեր մարմնի գաղտնիքները։ Պատկերացրեք ձեր աչքի ցանցաթաղանթը։ Այն նման է միլիոնավոր փոքրիկ արևային մարտկոցների։ Այս մարտկոցները լույսը վերածում են էլեկտրական ազդեցումների, հետո ուղեղն այդ ազդեցումները վերածում է պատկերի։ Հասկանալի է այսքանը, բայց այդ մարտկոցներն աշխատելու համար վառելիք են պետք։ Այդ վառելիքը կոչվում է ռոդոպսին, իսկ ռոդոպսինը ստեղծվում է վիտամին A-ից, իսկ գազարի բետա-կարոտինը վիտամին A-ի լավագույն աղբյուրն է։ Առանց բավարար վառելիքի ձեր արևային մարտկոցները պարզապես անջատվում են, հատկապես մթության մեջ։ Եթե դուք չսկսեք սնուցել ձեր աչքերը հիմա, ապա 6 ամիս անց գիշերային տեսողությունը կարող է վատանալ 40%-ով։ Բայց այսպես է թաքնված ամենամեծ գաղտնիքը։ Վիտամին A-ն ճարպալույծ է։ Սա նշանակում է, որ այն չի կարող յուրացվել առանց ճարպի։ Պատկերացրեք, որ դուք ունեք ոսկով լի սնդուկ, բայց բանալին չունեք։ Այդ ոսկին անօգուտ է։ Ճարպը հենց այդ բանալին է։ Այն բացում է ձեր բջիջների դռները վիտամին A-ի համար։ Ահա թե ինչու էր Վարսենիկ տատիկը միշտ մի կաթիլ յուղ ավելացնում։ Ոչ թե մի գթալ, այլ ընդամենը մեկ կաթիլ։ Իդեալական է չիչխանի կամ կտավատի յուղը, բայց նույնիսկ սովորական արևածաղկի ձեթը կանի իր գործը։ Պատկերացրեք, որ ընդամենը մեկ կաթիլ յուղը կարող է 10 անգամ ավելացնել ձեր բուժման արդյունավետությունը։ Ցնցող փաստ։
Հարվարդի բժշկական դպրոցի 2011 թվականի հետազոտությունը ցույց տվեց, որ առանց ճարպի մարդու օրգանիզմը յուրացնում է բետա-կարոտինի ընդամենը 3%-ը։ Իսկ ինչ է անում հապալասը։ Եթե գազարը վարելիք է, ապա հապալասը մաքրող բանակ է։ Նրա մեջի անտոցիանինները մանրադիտակային խողովակ մաքրողներ են։ Ձեր աչքի մազանոթները ավելի բարակ են, քան մարդու մազը։ Տարիքի հետ դրանք խցանվում են ժանգով, ազատ ռադիկալներով։ Արյան հոսքը դանդաղում է, բջիջները սկսում են խեղդվել, իսկ դուք զգում եք երբեմն ճնշում աչքերում։ Դա ձեր բջիջների օգնության ճիճն է։ Անտոցիանինները մտնում են այդ նեղ անոթների մեջ։ Նրանք քերում են ժանգը և ամրացնում պատերը։ Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական համալսարանի պրոֆեսոր Իվան Նեումիվակինը իր հիվանդներին նշանակում էր հապալասի կուրս։ Նրա տվյալներով 6 շաբաթ հետո հիվանդների 73%-ի մոտ ցանցաթաղանթի արյան շրջանառությունը բարելավվում էր։ Երևանցի ակնաբույժ Աննա Սարգսյանը սկզբում թերահավատ էր։ Նա որոշեց փորձել իր վրա։ Նա ուներ սկսվող գլաուկոմա։ 2 ամիս ամեն օր հապալաս ուտելուց հետո նրա ներակնային ճնշումը 24-ից իջավ 18-ի։ Նա ցնցված էր։ Այժմ նա գաղտնի խորհուրդ է տալիս այս մեթոդը իր ամենամտերիմ հիվանդներին։ Հիմա համեմատենք։ Մի կողմում ունենք դեղատանային կաթիլներ։ Դրանք կարող են առաջացնել այրոց, կարմրություն, ալերգիա, և դրանք արժեն հազարավոր դրամներ։ Մյուս կողմում հապալաս և գազարի հյութ, 0 կողմնակի ազդեցություն, համեղ է և գրեթե անվճար։ Ումն է ավելի խելամիտ։ Այսպիսով, ահա ձեր ճշգրիտ ծրագիրը։ Ամեն առավոտ նախաճաշից առաջ կերեք մի բաժակ թարմ հապալաս կամ 2 գդալ առանց եփելու պատրաստված մուրաբա։ Ճաշից 20 րոպե առաջ խմեք 1 բաժակ թարմ քամած գազարի հյութ և մի մոռացեք ավելացնել 1 կաթիլ յուղ։ Արդեն առաջին շաբաթվա վերջում դուք կնկատեք, որ աչքերի չորությունն ու հոգնածությունը նվազել են, բայց սա միայն սկիզբն է։ Գոյություն ունեն նաև հատուկ վարժություններ, որոնք կարող են արթնացնել ձեր աչքի քնած մկանները։ Դրանք կարող են կրկնապատկել սննդի ազդեցությունը։ Պատրաստ եք իմանալ, թե ինչպես 5 րոպեում մարզել ձեր տեսողությունը։ Անահիտը հիմա պատրաստ էր գործելու, բայց նա հասկանում էր մի կարևոր բան։ Կարևորը ոչ թե ինչ անելն է, այլ ինչպես ճիշտ անելը։ Սա նման է խմոր թխելուն։ Դուք կարող եք ունենալ լավագույն ալյուրը, բայց սխալ հերթականությունը կփչացնի ամեն ինչ։ Ճիշտ նույնն էլ այստեղ է։ Մի փոքր սխալը կարող է զրոյացնել ամբողջ արդյունքը։ Դուք ուզում եք ձեր ժամանակը վատնել։ Իհարկե ոչ։ Ուրեմն եկեք ամեն ինչ անենք քայլ առ քայլ։ Եթե դուք չհետևեք այս կանոններին, ձեր աչքի անոթները կշարունակեն թուլանալ, և 6 ամիս անց դուք կբախվեք անդառնալի փոփոխությունների հետ։ Առաջին բաղադրիչը հապալասն է։ Ուշադրություն, մեզ պետք չէ սուպերմարկետի մեծ, ջրիկ, ներկրված հատապտուղը։ Դա պարզապես գեղեցիկ խաբկանք է։ Ձեզ պետք է իսկական, վայրի, լեռնային հապալաս։ Որտեղ գտնել այն։ Ամռանը փնտրեք Տավուշի, Լոռու կամ Դիլիջանի շուկաներում։ Այն պետք է լինի փոքր, գրեթե սև, մուգ մանուշակագույն։ Երբ ճզմում եք, այն պետք է ձեր մատները ներկի մուգ գույնով, իսկ համը այն պետք է լինի թթվաշ քաղցր, անտառի բույրով։ Ճանաչեցիք այն, իսկ ձմբան համար պատրաստում ենք կենդանի մուրաբա։ Ոչ մի դեպքում չեփեք այն։ Ցնցող փաստ։ Գերմանացի գիտնականները պարզել են, որ հապալասը 15 րոպե եփելիս կորցնում է իր անտոցիանինների մինչև 85%-ը։ Դուք պարզապես կստանաք քաղցր ջուր։ Փոխարենը վերցրեք 1 կիլոգրամ հապալաս, լավ տրորեք այն փայտե գդալով, ավելացրեք 800 գրամ շաքարավազ կամ 600 գրամ մեղր, լավ խառնեք և դրեք ապակե տարայի մեջ սառնարանում։ Ահա ձեր դեղը պատրաստ է։ Ամեն առավոտ Նախաճաշից 30 րոպե առաջ կերեք 2 լիքը թեյի գդալ։ Ընդամենը 15 օր հետո դուք կզգաք, որ երեկոյան ձեր աչքերն ավելի քիչ են հոգնում։ Երկրորդ բաղադրիչը գազարի հյութն է։ Կրկին, ոչ բոլոր գազարներն են հավասար ստեղծված։ Ընտրեք վառ նարնջագույն, պինդ, հյութալի գազարներ։ Լավագույնը գյուղական շուկաներից։ Այն պետք է հողի բույր ունենա։ Ձեզ պետք է թարմ քամած հյութ, ոչ թե երեկվա, այլ հենց նոր քամած։ Քամեք 1 բաժակ, մոտ 200 մլ։ Եվ հիմա ամենակարևոր պահը։ Ավելացրեք 1 կաթիլ բուսական յուղ։ Ես կրկնում եմ, 1 կաթիլ, ոչ թե գդալ։ Այս 1 կաթիլը ձեր բանալին է։ Առանց դրա ձեր օրգանիզմը չի յուրացնի բետա-կարոտինը։ Դուք պարզապես կխմեք համեղ, բայց անօգուտ հեղուկ։ Խմեք այն ճաշից 20 րոպե առաջ։ Առաջին րոպեներին ձեր արյան մեջ կսկսեն ներծծվել վիտամինները։ 1 ժամ անց ձեր լյարդը կսկսի բետա-կարոտինը վերածել վիտամին A-ի, իսկ 1 շաբաթ անց դուք կնկատեք, որ գույներն ավելի վառ են դարձել։ Ես ուզում եմ ձեզ պատմել Գյումրիից Վահրամի մասին։
Նա 72 տարեկան էր։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին դեղին բծի դեգեներացիայի սկզբնական փուլ։ Նա այլևս չէր կարողանում կարդալ իր սիրելի թերթը։ Տառերը լողում էին։ Նա ծախսել էր ավելի քան 500,000 դրամ բժիշկների, թանկարժեք ակնոցների և արտասահմանյան հավելումների վրա։ Անօգուտ։ Նա հուսահատված էր։ Մի օր Դիլիջանից իր բարեկամը պատմեց նրան այս մեթոդի մասին։ Վահրամը չհավատաց։ Հեքիաթներ են, մտածեց նա, բայց կորցնելու բան չուներ։ Նա սկսեց խստորեն հետևել հրահանգներին։ Առաջին շաբաթը ոչինչ չզգաց։ Երկրորդ շաբաթվա վերջում նկատեց, որ հեռուստացույցի գույները ավելի հագեցած են։ Մեկ ամիս անց նա կարողացավ կարդալ թերթի խոշոր վերնագրերը։ 3 ամիս անց նրա բժիշկը ապշած էր։ Հիվանդության զարգացումը ոչ միայն կանգնել էր, այլև նկատվում էր փոքր բարելավում։ Վահրամը նորից սկսեց տեսնել կյանքի գույները։ Այս երկու քայլերը, հապալասն ու գազարի հյութը, ձեր փրկության հիմքն են։ Դրանք կսնուցեն ձեր աչքերը ներսից։ Բայց սա միայն հիմքն է, իսկ ինչ կասեք պատերի ու տանիքի մասին։ Գոյություն ունեն պարզագույն վարժություններ, դրանք կարթնացնեն ձեր աչքի քնած մկանները և կստիպեն արյունը ավելի արագ շրջանառվել։ Պատրաստ եք։ Ստեք իմանալ, թե ինչպես 5 րոպեում կրկնապատկել բուժման արդյունքը։ Անահիտը զգում էր, որ ճիշտ ճանապարհին է։ Նրա աչքերի սնուցումը սկսվել էր, բայց քչերը գիտեն մի գաղտնիք. սնուցելը ճակատամարտի կեսն է, մյուս կեսը արյունը տեղ հասցնելն է։ Ձեր աչքի մկանները, ինչպես ծույլ աշակերտներ, տարիներ շարունակ քնած են։ Նրանց պետք է արթնացնել։ Այն, ինչ բժիշկները երբեք ժամանակ չունեն ասելու ձեզ, դա այն է, որ աչքի մարզանքը կարող է 50%-ով ավելացնել արյան հոսքը դեպի ցանցաթաղանթ։ Դուք հասկանում եք, թե սա ինչ է նշանակում։ Ձեր խմած յուրաքանչյուր կաթիլ հյութը կաշխատի կրկնակի ուժով։ Առանց այս մարզանքի ձեր աչքի բջիջները կշարունակեն սովամահ լինել, և 1 տարի անց դուք կարող եք կորցնել ձեր կենտրոնական տեսողության ևս 15%-ը։ Ահա այն մեթոդը, որն օգտագործում են միայն ամենափորձառու բժիշկները։ Նրանք սա անվանում են 20-20-20 կանոն, բայց մենք այն կուժեղացնենք։ Ամեն օր, առավոտյան և երեկոյան, նստեք հարմարավետ, ուղղեք մեջքը, թուլացրեք ուսերը, խորը շունչ քաշեք քթով, դանդաղ արտաշնչեք բերանով։ Զգացիք, թե ինչպես լարվածությունը հեռացավ։ Հիմա շատ դանդաղ, առանց գլուխը շարժելու, նայեք վերև, որքան հնարավոր է բարձր։ Կանգ այդ կետում 3 վայրկյան, հետո դանդաղ իջեցրեք հայացքը ներքև, որքան հնարավոր է ցածր։ Կրկնեք 10 անգամ։ Դուք պետք է զգաք թեթև ձգում աչքի մկաններում։ Սա նորմալ է։ Հետո նույնը կրկնեք աջ-ձախ, դանդաղ առանց շտապելու։ Ցնցող փաստ։ Տոկիոյի Նիհոն համալսարանի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս պարզ վարժությունը կանոնավոր կատարելիս ներակնային ճնշումը կարող է նվազել 2-3 միավորով։ Սա գլաուկոմայի դեմ բնական դեղամիջոց է։ Պատկերացրեք, որ 5 րոպեի ընթացքում դուք կարող եք հասնել նրան, ինչին հասնում են թանկարժեք կաթիլները։ Հիմա ամենակարևոր վարժությունը։ Այն կոչվում է պալմինգ։ Այն հանգստացնում է տեսողական նյարդը։ Տրորեք ձեր ափերը իրար, մինչև դրանք տաքանան։ Զգացիք ջերմությունը։ Հիմա փակեք աչքերը և զգուշորեն ծածկեք դրանք ձեր ափերով, այնպես որ մատները լինեն ճակատին, իսկ ափերի կենտրոնները աչքերի դիմաց։ Լույսը չպետք է ներթափանցի, բայց մի սեղմեք աչքերը։ Պարզապես նստեք այսպես 2-3 րոպե։ Շնչեք հանգիստ և խորը։ Պատկերացրեք, թե ինչպես է ձեր ափերի ջերմությունը ներթափանցում աչքերի մեջ, ինչպես է այն թուլացնում լարվածությունը։ Դուք կզգաք աննկարագրելի հանգստություն։ Այս վարժությունը լավագույնն է անել քնելուց առաջ։ Այն կօգնի ձեր աչքերին լիարժեք վերականգնվել գիշերվա ընթացքում։ Իսկ դուք գիտեիք, որ քնի ընթացքում է տեղի ունենում ցանցաթաղանթի բջիջների 90% վերականգնումը։ Ես ուզում եմ պատմել Արթուրի մասին։ Նա 68-ամյա ծրագրավորող էր Երևանից։ Նրա ախտորոշումը հնչում էր դատավճռի պես, համակարգչային տեսողական համախտանիշ և սկսվող կատարակտ։ Նրա աշխարհը վերածվել էր մշուշի։ Նա փորձել էր ամեն ինչ՝ լազերային խթանում, թանկարժեք ամերիկան վիտամիններ, հատուկ ակնոցներ։ Ոչինչ չէր օգնում։ Մի օր նա լսեց այս պարզ վարժությունների մասին։ Սկզբում ծիծաղեց։ Այսքան բան եմ փորձել, միթե սա կօգնի, մտածեց նա, բայց որոշեց փորձել։ Նա սկսեց համատեղել սնունդը վարժությունների հետ։ Առաջին ամիսը նա հիասթափված էր, փոփոխություն չէր զգում, բայց շարունակեց։ Երկրորդ ամսվա կեսերին նա հանկարծ նկատեց, որ կարողանում է կարդալ մեքենայի համարանիշը 10 մետր հեռավորությունից։ Նախկինում դա անհնար էր։ Սա նրան հույս տվեց։ 6 ամիս հետո նրա բժիշկը չէր հավատում իր աչքերին։ Կատարակտի զարգացումը կանգ էր առել։ Արթուրի տեսողությունը բարելավվել էր 2 տողով։
Նա նորից կարողանում էր աշխատել առանց գլխացավերի։ Սնունդը ներսից բուժում է, վարժությունները դրսից են օգնում։ Այս երկուսի համադրությունը ձեր հաղթանակի բանալին է, բայց կա ևս մեկ, երրորդ գործոն։ Այն կապված է մեր ավանդույթների և հոգևոր ուժի հետ։ Դա այն է, ինչը կարող է եռապատկել ձեր արդյունքները։ Պատրաստեք իմանալ մեր նախնիների ամենախորը գաղտնիքի մասին։ Անահիտը ոգևորված էր, նա ուներ ծրագիր, նա ուներ հույս, բայց հենց այստեղ է թաքնված ամենամեծ վտանգը՝ չափից դուրս խանդավառությունը։ Ես պետք է ձեզ հետ լինեմ անկեղծ ու խիստ։ Որպես բժիշկ, ես տեսել եմ, թե ինչպես են լավագույն մտադրությունները հանգեցնում աղետի։ Բնական միջոցները դեղ են, և ցանկացած դեղ կարող է թույն դառնալ։ Դուք լսում եք ինձ, սա խաղ չէ, սա ձեր առողջությունն է։ Եթե դուք անտեսեք այս նախազգուշացումները, Դուք կարող եք ավելի շատ վնասել, քան օգնել։ 65-նանց մարդկանց մոտ տեսողության կորուստը 3 անգամ մեծացնում է վայր ընկնելու և կոտրվածքների ռիսկը։ Սա մահացու վտանգավոր վիճակագրություն է։ Առաջին և ամենակարևոր կանոնը. եթե դուք ունեք տեսողության հանկարծակի կորուստ, եթե տեսնում եք կայծեր կամ սև վարագույր, սա կարող է լինել ցանցաթաղանթի շերտազատում, անհապաղ զանգեք շտապօգնություն, մի փորձեք ինքնաբուժությամբ զբաղվել։ Այս դեպքում յուրաքանչյուր ժամը կարող է ձեզ արժենալ ձեր տեսողությունը։ Հասկանալի է։ Մեր մեթոդը քրոնիկ, դանդաղ զարգացող հիվանդությունների համար է, ոչ թե սուր իրավիճակների։ Պատկերացրեք, որ 1 ամիս հետևելով մեր խորհուրդներին, դուք կարող եք 10%-ով նվազեցնել ձեր ակնոցի ուժգնությունը։ Երկրորդ, քրոնիկ հիվանդություններ։ Եթե դուք ունեք շաքարային դիաբետ, հապալասի մուրաբան շաքարով կամ մեղրով կարող է վտանգավոր լինել։ Դուք պետք է օգտագործեք միայն թարմ կամ սառեցված հատապտուղներ և անպայման չափեք ձեր արյան շաքարը։ Եթե ունեք լյարդի կամ լեհապարկի խնդիրներ, գազարի հյութի մեծ քանակությունը կարող է ծանրաբեռնել ձեր լյարդը։ Սկսեք օրական կես բաժակից։ Եթե ալերգիկ եք, մեղրը, ընկույզը, ալոեն հզոր ալերգեններ են, նախքան դրանք օգտագործելը արեք փոքր թեստ։ Մի կաթիլ քսեք ձեր դաստակին։ Եթե կարմրություն չկա, կարող եք սկսել, բայց շատ փոքր չափաբաժնով։ Ձեր մարմինն ավելի խելացի է, քան ցանկացած բժիշկ։ Լսեք նրան։ Երրորդ, դեղերի հետ փոխազդեցությունը։ Սա կենաց մահու հարց է։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղեր, օրինակ վարֆարին, ասպիրին, հապալասը նույնպես ունի արյունը ջրիկացնող հատկություն։ Դրանց համատեղ օգտագործումը կարող է առաջացնել արյունահոսություն։ Անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Նա կարող է կարիք լինի փոխել դեղի չափաբաժինը։ Ոսկե կանոն. երբեք մի դադարեցրեք ձեր բժշկի նշանակած դեղերը ինքնուրույն։ Մեր մեթոդը պետք է լրացնի, ոչ թե փոխարինի։ Ձեր նպատակն է աստիճանաբար բժշկի հսկողության ներքո բարելավել ձեր վիճակը, այնքան, որ դեղերի կարիքը նվազի։ Դուք հասկանում եք այս նրբությունը։ Ես խորհուրդ եմ տալիս ձեզ վարել առողջության օրագիր, գնեք սովորական տետր, ամեն օր գրեք, ինչ եք կերել, ինչ վարժություններ եք արել, և ամենակարևորը, ինչպես եք ձեզ զգում։ Գնահատեք ձեր տեսողության սրությունը 10 բալանոց սանդղակով։ Նշեք, թե արդյոք կա չորություն, հոգնածություն։ 1 ամիս անց դուք կտեսնեք հստակ պատկեր։ Դուք կհասկանաք, թե ինչն է ձեզ օգնում և ինչը ոչ։ Սա ձեր անձնական քարտեզն է դեպի առողջություն։ Եղեք համբերատար։ Տեսողությունը վատացել է տասնամյակների ընթացքում։ Մի սպասեք հրաշքի 1 օրում։ Առաջին տեսանելի արդյունքները կարող են հայտնվել 1-2 ամսից։ Հիշեք, ձեր առողջությունը ձեր ձեռքերում է։ Ոչ մի բժիշկ, ոչ մի դեղ չի կարող անել այն, ինչ դուք կարող եք անել ձեզ համար։ Եղեք պատասխանատու, եղեք ուշադիր, և դուք կհաղթեք։ Բայց սնունդն ու վարժությունները միայն գործիքներ են։ Իսկական ուժը թաքնված է ավելի խորը։ Այն թաքնված է մեր ավանդույթների, մեր հավատքի մեջ։ Պատրաստ եք իմանալ, թե ինչպես մեր նախնիների կենսակերպը կարող է դառնալ ձեր ամենահզոր դեղամիջոցը։ Անահիտը հիմա ուներ գործիքներ և կանաններ, բայց նա զգում էր, որ մի բան պակասում է։ Ինչպես այս ամենը միացնել մեկ ամբողջության մեջ։ Ինչպես ստեղծել մի կենսակերպ, որտեղ բուժումը դառնում է բնական։ Մեր նախնիները չէին բուժվում։ Նրանք պարզապես ճիշտ էին ապրում։ Իսկ դուք ճիշտ եք ապրում։ Ձեր աչքը ձեր մարմնից առանձին չէ, և ձեր մարմինը ձեր հոգուց առանձին չէ։ Այս ամենը միասնական համակարգ է։ Եթե դուք շարունակեք թունավորել ձեր մարմինը սխալ սննդով, ոչ մի հապալաս ձեզ չի օգնի։ Ձեր անոթները կշարունակեն խցանվել խոլեստերինով, և ձեր տեսողությունը կշարունակի մարել։ Եկեք խոսենք սննդի մասին, ոչ թե դիետաների, այլ մեր հայկական ավանդական սննդի։ Մոռացեք սպիտակ հացի, շաքարի, երշիկեղենի մասին։ Սրանք թույներ են ձեր անոթների համար։ Ձեր սեղանի թագավորը պետք է լինի կանաչին։
Մաղադանոս, սամիտ, համեմ, թարխուն, ռեհան։ Սրանք լի են լյութեինով և զեաքսանտինով։ Սրանք ձեր աչքի բնական արևային ակնոցներն են։ Դուք սիրում եք կանաչի։ Ձեր սեղանին պետք է լինեն նաև վառ գույնի բանջարեղեն, կարմիր լոլիկ, դեղին պղպեղ, նարնջագույն դդում։ Դրանք լի են հակաօքսիդանտներով և իհարկե ընկույզ։ Օրական մի բուռ ընկույզը ձեր աչքերին կտա անհրաժեշտ օմեգա 3 ճարպաթթուներ։ Պատկերացրեք, որ ձեր սննդակարգը փոխելով դուք կարող եք 30%-ով նվազեցնել կատարակտի զարգացման ռիսկը։ Երկրորդ, շարժում։ Մեր մարմինը ստեղծված է շարժվելու համար։ Երբ դուք նստում րեք, արյունը կանգնում է։ Ձեր աչքերը չեն ստանում թթվածին։ Ձեզ պետք չեն մարաթոններ վազել։ Պարզապես քայլեք։ Ամեն օր 30 րոպե թարմ օդին։ Քայլելիս նայեք հեռուն, ոչ թե ձեր ոտքերի տակ։ Թող ձեր աչքերը հանգստանան։ Իսկ դուք գիտեիք, որ օրական 30 րոպե քայլքը 20%-ով նվազեցնում է ներակնային ճնշումը։ Սա ավելի լավ է, քան շատ դեղամիջոցներ։ Երրորդ և ամենակարևորը՝ ձեր հոգեկան վիճակը։ Սթրեսը ձեր թիվ 1 թշնամին է։ Երբ դուք նյարդայնանում եք, ձեր օրգանիզմում արտադրվում է կորտիզոլ հորմոնը։ Այն սեղմում է ձեր անոթները, բարձրացնում է ճնշումը և ուղիղ հարվածում է ձեր աչքերին։ Դուք պետք է սովորեք հանգստանալ։ Ինչպես։ Գտեք ձեր սեփական ճանապարհը։ Ոմանց օգնում է աղոթքը, ոմանց դասական երաժշտությունը, ոմանց թոռնիկների հետ խաղալը։ Իսկ դուք ինչպես եք հանգստանում։ Գիտականորեն ապացուցված է, որ օրական 15 րոպե մեդիտացիան կարող է զգալիորեն նվազեցնել կորտիզոլի մակարդակը։ Ահա ձեր իդեալական օրվա պլանը։ Առավոտյան արթնացեք արևի հետ, կատարեք աչքերի վարժությունները, խմեք մի բաժակ տաք ջուր, նախաճաշին կերեք հապալասի մուրաբան, ցերեկը զբոսնեք, ճաշից առաջ խմեք գազարի հյութը, ճաշին կերեք բանջարեղենային ապուր և մի կտոր ձուկ, երեկոյան զբաղվեք ձեր սիրելի հանգստացնող գործով։ Ընթրիքը պետք է լինի թեթև, օրինակ մածուն ընկույզով, և քնելուց առաջ կատարեք պալմինգ վարժությունը, քնեք լիակատար մթության մեջ։ Սա ձեր բուժման ռիթմն է։ Ես ճանաչում եմ մի մարդու, Կարեն անունով։ Նա 69 տարեկան էր, ուներ ճնշում, շաքար և տեսողությունը գնալով վատանում էր։ Նա ատում էր իր կյանքը։ Մի օր նա որոշեց, որ բավական է։ Նա ամբողջությամբ փոխեց իր կյանքը, սկսեց հետևել այս պլանին։ Սկզբում դժվար էր, նրա մարմինը ընդդիմանում էր, բայց նա համառ էր։ 1 տարի անց նրան ճանաչելն անհնար էր։ Նա նիհարել էր 15 կիլոգրամով։ Նրա ճնշումը և շաքարը նորմայի մեջ էին, իսկ տեսողությունը նա կարողանում էր կարդալ առանց ակնոցի, բայց ամենակարևորը, նրա աչքերում կյանքի կայծ կար։ Նա նորից սկսել էր ժպտալ։ Դուք էլ կարող եք։ Սա ոչ թե հրաշք է, այլ գիտակցված ընտրություն։ Բայց սա դեռ ամենը չէ։ Կա մի վերջին, ամենախորը գաղտնիք։ Այն կապված է մեր հոգու և մեր նպատակի հետ։ Պատրաստ եք իմանալ, թե որն է պարզ տեսողության իրական բանալին։ Անահիտը նայեց պատուվանից դուրս։ Արարատի գագաթը պարզ երևում էր։ Առաջին անգամն էր վերջին 5 տարում։ Նրա աչքերում արցունքներ հայտնվեցին, բայց սրանք հուսահատության արցունքներ չէին, սրանք երախտագիտության արցունքներ էին։ Մենք անցանք երկար ճանապարհ։ Մենք բացահայտեցինք մեր նախնիների գաղտնիքները։ Մենք սովորեցինք բնության ուժի մասին։ Մենք հասկացանք գիտության ապացույցները։ Իսկ դուք հասկացաք։ Հիմա դուք կանգնած եք ճամփաբաժանին։ Ձեր առջև 2 ճանապարհ կա։ Առանց այս գիտելիքի ձեր աշխարհը կշարունակի մթնել։ 1 ամիս անց դուք կնկատեք, որ ավելի դժվար է ճանաչել մարդկանց փողոցում։ 6 ամիս անց դուք կարող եք կորցնել ինքնուրույն խանութ գնալու ունակությունը։ Սա է անգործության գինը, բայց կա մեկ այլ ճանապարհ։ Ճանապարհ, որով գնաց Անահիտը, եթե դուք սկսեք գործել այսօր։ Ընդամենը 1 շաբաթից դուք կզգաք, որ աչքերի հոգնածությունը նվազել է։ 1 ամիս անց գույները կդառնան ավելի վառ։ Դուք նորից կսկսեք վայելել ձեր սիրելի հեռուստահաղորդումը։ 3 ամիս անց դուք կարող եք զարմացնել ձեր բժշկին։ Պատկերացրեք այն պահը, երբ նա կասի, ձեր վիճակը բարելավվել է։ Սա ոչ թե դեղերի, այլ ձեր կամքի հաղթանակն է։ Տեսողությունը պարզապես տեսնելու ունակություն չէ։ Դա կյանքին մասնակցելու ունակությունն է։ Երբ դուք լավ եք տեսնում, դուք ավելի ինքնավստահ եք։ Դուք կարող եք խաղալ թոռնիկների հետ, առանց վախենալու, որ կվայելընկնեք։
Դուք կարող եք կարդալ, սովորել, զարգանալ։ Դուք կարող եք նորից նստել մեքենայի ղեկին։ Սա ազատություն է, սա անկախություն է։ Իսկ դուք ուզում եք լինել ազատ։ Յուրաքանչյուր օր, որ դուք հետաձգում եք, դուք կորցնում եք ոչ թե պարզապես տեսողություն, դուք կորցնում եք կյանքի թանկարժեք պահեր։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք մի վերջին ամենախորը ճշմարտություն։ Ինչու եք դուք ուզում լավ տեսնել, որպեսզի տեսնեք թորնիկի ժպիտը, որպեսզի կարդաք Աստվածաշունչը, որպեսզի տեսնեք մեր հողի գեղեցկությունը։ Գտեք ձեր ինչուն։ Սա կլինի ձեր ամենահզոր մոտիվացիան։ Անահիտի ինչուն իր կիսատ թողած ասեղնագործությունն էր։ Նա ուզում էր ավարտին հասցնել այն իր թորնուհու հարսանիքի համար, եւ նա դա արեց։ Այդ օրը նրա աչքերը փայլում էին ոչ միայն ուրախությունից, այլև հաղթանակի զգացումից։ Նա հաղթել էր ոչ թե հիվանդությանը, նա հաղթել էր իր սեփական անտարբերությանն ու հուսահատությանը։ Ձեր առողջությունը ձեր պատասխանատվությունն է։ Դա սրբազան պարտք է ձեր եւ ձեր մարմնի հանդեպ։ Դա ինքնասիրության բարձրագույն դրսևորումն է։ Մենք պետք է երախտապարտ լինենք բնությանը իր անսպառ նվերների համար եւ գիտությանը մեզ օգնելու համար հասկանալ մեր նախնիների իմաստությունը։ Այսօր դուք ստացաք բանալին, դուռը ձեր առջև բաց է, մնում է միայն անել առաջին քայլը։ Եթե այսօրվա մեր զրույցը հուզեց ձեզ, եթե դուք զգացիք հույսի մի կայծ, ապա մի պահեք այն ձեր մեջ, գրեք մեկնաբանություններում ձեր պատմությունը, ինչ եք զգում, ինչ եք պատրաստվում անել։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր, ել ավելի հզոր մեթոդները, եւ ամենակարևորը, կիսվեք այս տեսանյութով ձեր մտերիմների հետ, նրանց հետ, ովքեր նույնպես կարիք ունեն այս լույսի։ Եկեք միասին վերադարձնենք պարզ տեսողության ուրախությունը մեր հայրենակիցներին։ Ձեր նոր պայծառ կյանքը սկսվում է հենց այս պահից։ Ընտրությունը ձերն է։